Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի թիրախում նորից հայ առաքելական եկեղեցին եւ հոգեվոր սպասավորներն են։ Ուրբաթ առավոտյան վարչապետը Facebook-ում մեկը մյուսի հետևից գրառումներ արեց բոլորն ընդդեմ հոգեվորականների։ Դրանից մեկն անգամ եթերում հնչեցնելն է խախտում էթիկական նորմերը։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեվորականները պետք է հեռանան հոգեվոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։ Ոմանց ուզել է, որ պաշտոնապես ամուսնացած չեմ։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան, ինձ հետ ինչ գործ ունես։ Այս ամենն ունի նախապատմություն։ Մայիսի 29-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ առնչություն չունեցող նախագծերից մեկի քննարկման ժամանակ հերթական անգամ խոսեց եկեղեցու մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մի շարք հոգեվորականների արձագանքներ, նրան անգամ անվանեցին ցավագար։ Կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ Սուրբ եկեղեցին որակելով որպես չուլան։ Մայիսի 30-ի աշխատանքային օրը երկրի ղեկավարն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնարկեցին հոգեվորականներին արձագանքելով։ Աննա Հակոբյանը ի պատասխան ասաց, որ երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են, իսկ վարչապետը սկսեց խոսել կուսակրոնության մասին։ Ավելի վաղ հրապարակվել էր Կովկասյան բարոմետր 2024 հետազոտությունը, որի համաձայն հայաստանցիներն ամենից շատ վստահում են բանակին եւ եկեղեցուն, իսկ ամենաքիչը քաղաքական ուժերին ու պետական համակարգերին։ Քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, մինչդեռ եկեղեցու նկատմամբ վստահությունը աճել։